Բարի առավոտ հարգելիներս, բարի գալուստ համի աշխարհ։ Այսօր միասին համի աշխարհում պետք է պատրաստենք շատ համեղ թխվածքաբլիթներ, տոնական, շատ գեղեցիկ։ Մեր երեխաները շատ մեծ հաճույքով ուտում են եւ նորից ուզում են որպեսզի պատրաստեմ, որպեսզի իրենք համ տեսեն։ Քանի դեռ դուք չեք տեսել, որովհետեւ դիտելության քանակը շատ քիչ է, որոշեցի եւս մեկ անգամ պատրաստել, ավելի այսպես թարմացված ներկայացնել ձեզ։ Եվ ինչ է մեզ անհրաժեշտ այդ թխվածքաբլիթները պատրաստելու համար, հիմա ձեզ այստեղ կներկայացնեմ, բաղադրիչները շատ պարզ են, բոլորիս հասանելի է, ընդամենը թխվում է 5 րոպեում, եթե ունեք օրվա մեջ 5 րոպե, տրամադրեք այս համեղությանը եւ ձեր երեխաներին ուրախացրեք, ինչպես որ ես եմ անում։ Դե ինչ, անցանք պատրաստման եղանակին։ Անցնում ենք հարգելիներս պատրաստման եղանակին, ես բաղադրատոմսը կթողնեմ մեկնաբանություն էի բաժնում եւ ինֆոբոքսում։ Կարող եք անցնել, տեսնել եւ պատրաստել։ Առաջին քայլը աղջիկներս կոտրում ենք 2 ձուն, ձուն նախապես լվանում ենք, գիտեք, հետո նոր օգտագործում ենք։ Մեզ համ անհրաժեշտ է դեղնուցը, համ սպիտակուցը, չենք առանձնացնում իրարից։ Լավ հարում ենք, ավելացնում ենք 200 գրամ բուսայուղ եւ ավելացնում ենք շաքարավազը, նույնպես 200 գրամ, որպեսզի լավ համեղ լինի։ Եթե շատ քաղցր չեք սիրում, կարող եք ավելացնել 150-170 գրամ շաքարավազ, որ ըստ ցանկության, ցանկությունը ձերն է, կարող եք շաքարավազը շատ ավելացնել, կարող եք քիչ ավելացնել, եթե շատ եք սիրում քաղցր, ավելացրեք 200 գրամ։ Լավ հարում ենք, մոտավորապես 3-ից 4 րոպե պետք է լավ հարենք աղջիկներս, որպեսզի շաքարավազը լուծվի։ Շաքարավազը ավելացնելուց հետո ավելացնում ենք 1 պտղուն ծաղ եւ սկսում ենք հարել։ Տեսնում եք արդեն շաքարավազը լուծվել է։ Ավելացնում ենք 4 բաղադրիչները՝ ալյուրը, օսլան եւ փխրեցուցիչը։ Եվ սիրուններս մազ-մազ ավելացնում ենք մեր թաց զանգվածին եւ խառնում ենք։ Տեսնում եք արդեն էլ չեք կարում հարիչով խառնեք, տեղափոխում եք խոհանոցային գորգի վրա եւ արդեն ձեռքով ֆունցում եք խմորը, որպեսզի արդյունքում ստանանք ձեռքերին չկպնող փափուկ խմոր։ Ես արդեն պատրաստ է, հիմա պետք է գույներ տանք, սննդային գույներ ենք վերցնում, տորթերի համար նախատեսված և գույնավորում ենք։ Ես 2-3 գույն կանեմ, դուք նայեք ըստ ճաշակի, նայեք, ինչ ընտիր խմոր եք ստանում։ Հիմա գույները կբերեմ։ Քանի որ մեր տանը համ աղջիկ ունենք, համ տղա ունենք, կանաչ կպատրաստեմ տոնածառի այսպես գույնով, հա, կանաչ գույնով, առանժվի, ծիրանագույն, նարնջագույն, մանուշակագույն եւ կապույտ։ Մեր Արսենը կապույտ է սիրում։ Այնպես պետք է անեմ, որ հանկարծ երեխեքս չասեն, ես այս գույն եմ նախընտրում, այն մեկ ասի են մի գույն եմ, մի խոսքով 4 գույն։ Հիմա պետք է այնպես անենք, որ ձեռքներուս տենց լինеш չկորի։ Ձեռնոցով աշխատենք, բայց ես աղջիկներս ձեռնոցով չեմ կարողանում աշխատել, որ երևի գույնը շատ արեցի։ Դուք աշխատեք ձեռնոցներով, ես ձեռնոցներով չեմ կարողանում
էր, հա, պապիկությունը։ Ոնց պետք է անենք։ Շատ ավելացրեցի։ Չիչ։ Ինչպես տեսնում եք, մեր սերները այդպես չեն գույնավորվել։ Այսի պապիկա Արսենի համար։ Պետք է իրեն ձև տանք։ Ոմածաղի, հա, բասկաբլիթները։ Մտածում եմ, կարելի է կտրել գաթա կտրելու դանակով։ Բայց եթե այստեղ կտրենք, փոքր գալիս է, ոնց անենք։ Սիրուն գեղեցիկ ֆորմա ենք տալիս։ Ոնց որ շտանածառը, ասենց։ Միացնում եք ձեր ֆանտազիան և անցնում գործի, ինչպես որ ես եմ անում։ Շատ փխրուն, շատ համեղ թխված քաբլիթներ է լինում։ Ջեռոցը նախապես տաքացնում ենք, ես կտրվածքը դուրս չեկավ, են երկուսը լավն էր։ Մի հատ նորից։ Մալադյեց, Էլինա, հլարի, Էլինա։ Ուտեմ ես քեզ։ Էլինա, սիրում եմ քեզ։ Հայոց լեզու։ Մայրիկիս պես։ Մայրիկիս։ Անուշ ես դու։ Հարգելիներս, մեր թխված քաբլիթները արդեն պատրաստ են թխվելու, տեղափոխում ենք ջեռոց, թխելու ենք 140 ջերմաստիճանի տակ, զգույշ կլինեք, չվառեք։ Տեսնում եք արդեն թխվել է, հեռացնում եք ջեռոցից։ Բարև ձեզ, արդեն թխվել է մեր համեղությունը։ Մեր համեղությունները արդեն պատրաստ է, սիրուններս, տեսեք ինչ շքեղ տեսք ունեն, հատկապես որ դուք էլ շքեղ ձևավորում եք, վստահ եմ ձեր երեխաները 2 վայրկյանում կհամտեսեն ու կասեն մամելի եմ ուզում, հեսա հիմա տղայս կկանչեմ, ինքը համը կասի, պետք է վրան շաքարի փոշի անել, կարող եք խմորի մեջ ավելացնել շոկոլադ, կրեմ, ըստ ձեր ցանկության։ Ջան։ Հանի բալես։ Դե ինչ հարգելիներս, մեր համեղությունը արդեն պատրաստ է։ Ինչպես տեսակ, բաղադրիչները շատ պարզ են, բոլորիս հասանելի է, շատ համեղ է ստացվել աղջիկներս, դուք տեսեք ներսը ինչպես է թխվել, մի հատ գծում ես ու բերանումդ ամբողջը հալվում է։ Դե ինչ սիրուններս, պատրաստեք սիրով, ուրախացրեք ձեր բալիկներին և այս գեղեցկությունով զարդարեք ձեր ամանորյա սեղանները։ Իսկ մենք կհանդիպենք շատ շուտով շատ համեղ բաղադրատոմսերով։